Ողջույն բոլորիդ, հուսով եմ բոլորդ լավ եք, ես վերջապես ժամանակ գտա այս վլոգի համար, թե ինչու հաճախակի չեմ նկարում եւ տեղադրում վիդեոներ, կխոսեմ այլ վլոգներում։ Հիմա ասեմ այստեղ ինչ եմ անում, երեկոյան սառնանը մաքրելուց սառցախցիկից հայտնաբերեցի սառեցված բալ, չեմ էլ հիշում քանի տարի այսպես սառեցված սառցախցիկում մնացել էր, ու այդպես մտածեցի, որ առավոտյան անպայման հարբած բալ կթխեմ, բայց հետո հիշեցի, որ երեխեքը չեն սիրում այդ խմորեղենը, բայց դե անխիղճ չեն գտնվի երեխեքի համար էլ մեղրով տորտ կտխեմ, դե քանի որ ասեցի սառնանն եմ մաքրում ու հասկացա, որ մի քանի տեսակի մեղր ունեմ ու այդպես իմպրովիզ կանենք այդ մեղրները կխառնեմ իրար ու ինչ որ հետաքրքիր մեղրով տորտ կստանանք։ Ինձ այդպես է թվում։ Այսպես եփովի կրեմ հենց երեկոյան պատրաստեցի, մեջը կարակ եմ արդեն լցրի ինչքան որ պետք է, հետո մտածում եմ, որ հիմա առավոտյան իրեն կհարեմ, սպիտակ կրեմ կստանանք, բայց ես սիրում եմ սենց ինչ որ պայտակ որոշումներ կայացնել ու փոշմանեցի։ Հենց այդպես էլ իրենք օգտագործեմ, էլ հարիչով չենք սպիտակացնի, հասկանանք ինչպեսի համ կունենան մեր խմորեղենները։ Իդեպ ասեմ, այստեղ արդյոք եղե մի քանի անգամ խանութից գնել ենք հենց տնական պատրաստած մեղրով տորտ, ասեմ, որ այստեղ հաճախակի են այս կրեմով պատրաստում, հազվադեպ լինում, որ սպիտակ կրեմով լինում մեղրով տորտը։ Դե իսկ արդեն ամենավերջում հարբած բալը փորձեց հետո կհասկանանք այդ խմորեղենին համապատասխանում է կրեմը, թե ոչ։ Ոչ մի բաղադրատոմս չեմ ասում, քանակները չեմ ասում, քանի որ իմ վլոգներում մի քանի անգամ արդեն պատրաստել եմ, եթե ինչ-որ հարցեր լինեն խմորեղենի հետ կապված, գրեք մեկնաբանության դաշտում, անպայման կպատասխանեմ։ Բիսկվիտի խմորն արդեն ջարդացում է, ես այդ ընթացքում հասցրեցի հացի խմոր անեմ, հիմա դնեմ այդ միկրոէլեկտրային վառարանը, որ ավելի շուտ հաս ունենա ու անցնենք արդեն մեղրով տորտին։ Այև այդ մեղրները խոսքը սրանց մասին էր, բայց ավելի շատ օգտագործել եմ արհեստական մեղր, քանի որ գիտենք բնական մեղրը շատ ուժեղ հոտ եւ համ ունի, դրա համար մեկական ճաշի գթալ կվեկալեմ, իսկ արհեստական մեղրից մի փոքր ավելի շատ կավելացնեմ, որ ինչ որ բալանսի բեր, հասկանանք ինչպեսի համ կունենանք այսքան մեղրները, տարբեր համերի մեղրները խառնելուց իրար, շաքարավազն շատ քիչ են վեկալի, քանի որ մեղրները բավականին քաղցր են, ու այս ամեն ինչը լցնեմ մեկ տարայի մեջ, տանեմ դնեմ արդեն գոլորշու վրա, հենց զանգվածը պատրաստ է լինում, ես թողնում եմ 5-ից 10 րոպե սառում, նոր հետո արդեն ամենավերջում ավելացնում եմ ալյուրը, այդպես ալյուր ավելի քիչ է պահանջում խմորի մեջ ու մեր շատերը շատ փափուկ են ստացվում։ Այստեղ ես եթե մի քանի րոպե լուշանայի, իմ բիսկվիտը վերջնականապես վառվելու է։ Ինչպես արդեն տեսնում եք, մեր խմորը պատրաստ է, ես այնտեղ գնդերի եմ բաժանեմ, դա թողնենք մի կողմ, որ հանգստանա, ու այդ ընթացքում ես արդեն հարբած բալը պատրաստեմ, ասեմ բիսկվիտը այնքան նուրբ ու փափուկ է ստացվել, որ չի ուզում իրեն խոնավացնել, բայց դե ձեռքս էլ չգնաց, որ այդ հյութը թափեմ, ստացվեց հյութը շատ համեղ էր ստացվել, մի քանի ճաշի գթալով ուղղակի իրեն ձևի համար այսպես խոնավեցրեցի։ Մեր մեղրով տորտի շերտեն արդեն պատրաստ, այստեղ մեկը թողել է, որ մի փոքր կարմրի, իհարկե մի փոքրը շատ մեղմ ասված է սպարագայում, բայց դե ունենք այնինչ ունենք, կարած վառվեց, բայց իհարկե չթողեցինք, որ բանը հասնի վառվելու, մի խոսքով փշուր կանենք եւ արդեն ամբողջությամբ կպատենք փշուրով։ Այստեղ լայֆհակ եմ, եթե ուզում եք կտրելու process-ը շատ արագ տեղի ունենա, շերտերը մի փոքր խոնավացրեք, մեկ սուրճի բաժակը բավական է 6-ից 7 շերտի համար, երկու կողմ իրեն խոնավացնում եք, եթե կլինի իրեն եւ կաթով խոնավացնել եւ խտացված կաթով, մեկ սուրճի բաժակ ջրին ավելացնում եք 1 կամ 2 ճաշի գթալ խտացված կաթ, այդպես բացում եք եւ խոնավացնում եք երկու կողմից, ինչպես որ ես արեցի, քանի որ ամբողջ կաթը օգտագործել եմ կրեմի համար։ Իհարկե ցանկալի կլիներ, որ խմորեղենները մի անգամից տանենք սառնանը մի քանի ժամով, բայց քանի որ երեխեքը տան են, դա անհնարին է, մանավանդ երբ որ Լուսինեն ու Արամիկն են տանը։ Այդպես իրենց համար կտրեցի, բացվեց, որ ես էլ եմ իրենց պես անհամբեր ու ինձ համար էլ կտրեցի, հիմա մնացած տանեմ դնեմ սառնանում ու գնամ արդեն տղուս մանկապարտեզից բերեմ։ Հեքի, ստանենք տուն։ Մարկ։ Да. Оприм тера. Давай си мама нукни. А? Ай, куткин мама нукни. Сайти сапка. Генатинься. Мама, Генатинг. Все. Генатинг, папа спасибо. Ай, не. Անհամբեր տղային տորտ տանք, մեզ մոտ, ինչպես տեսնում եք օրը հաջորդ օրն է, մարդը չի համբերում, Ալի, քեզ առաջինը տամ, դու սրանից հաստատ չես ուտելու, քեզ սրանից տեմ, ուր ես, Ալի,
երեխեքին ասում եմ տան, ուտեն, ու գնանք դասանենք, երեք դասընթացը չեն արել։ Հե, Не так, мам, ездить. բա ոնց կտրեմ, ոնց ես ուզում։ Так. Ստվաս, մի հատ պիտի քեչիկ դենում ինքն ասում ես ոնց կտրեմ տորթը։ Ան, դու կկտտես կուտես, թե ես կտտեմ նոր տամ, ոնց ես ուզում։ Դու կանես։ Нет, не надо, спасибо, я сам справлюсь. Не надо, спасибо, я сам справлюсь, ты գնա։ Ես քո լեզուն կուտեմ մի օր, մարդ։ Ջնարակ այնքան շատ է արես, վերևի հատվածի սենց ծորացի իջելա ներքև։ Ես ու կեսը սենք ուտում ու ասում, դրա համար սենց շատ է մնացել, բայց ես մի հատ խմորեղենը արդեն դիսն է։ Շատ քիչ է մնացել։ Վերջ, սա էլ մեր խմորեղենները։ Իդեպ ամենակարևոր ինչն եմ ուզում ասել, որ մտածում եմ, որ այդ մի քանի մեղեները խառնելու դեպքում կարա շատ վատ համ ստացվի, ինչ-որ մի հատ ուրիշ համ ստանանք, ոչ մեղրով տորտ, բայց չի ասել, որ շատ համեղ է ստացվել։ Զարմանաս ինձ, ես մի քիչ իհարկե կասկածներ ունեի, որ կարող է համը շատ վատ ստացել, բայց չի շատ լավ է ստացվել։ Մենք տանից դուրս եկել ենք գնումների, Լուսնեն էլ մեզ հետ, քանի որ երեկոյան ծնունդի է հրավիրած, դասընկերուհին հրավիրել իր ծնունդին, դες որ գնումներն անենք ու գնանք արդեն նվերների խանութ, Լուսնեն տեսնենք ինչ նվեր անցնում ընկերու համար, այստեղ խանութում արդեն ամանորյա տրամադրություն այն, որ ամենուրեք ամանորյա շունչ է, դեռ իհարկե մեզ մոտ ձուն չկա, բայց դե ամանորյա այդ տրամադրությունը խանութներում ապահովված է։ Տեսեք ինչքան սիրուն են այս խաղալիքները։ Այսպես ձեռքեդ հիանում ենք այստեղի խաղալիքներով գեղեցիկ անպայմանաշեշտ ենք գեղեցիկ բառը, որովհետև շատ սիրուն են մեկը մյուսից գեղեցիկ խաղալիքները եւ իհարկե որոշում ենք ինչ նվեր ընտրենք։ Подожди, а на сумочке что-то есть? Բացի դες։ Ну, так у меня есть. Ցույց տանք Լուսնեն ինչա հավանել։ Можно взять? Դու ես ուզում սենց։ Հա? Սա նույն կանը։ 350 ռուբլյանոց էլ կար, 250 ավելի փոքր ու առանց սրա, իսկ ես 500 կամ 500 կամ 550։ Հիմա Լուսնեն ասում դասեն արագանի, ու շատ են գալու, 10-ին ու տանն է լինի։ Հիմա ինչքան հնարավոր կարևոր դասեն անի, ինչքան հասցին է, ժամի 5-ին պետք է արդեն այնտեղ լինի։ Վաճառողն ասեց, որ մոդա է ու երեխեքը շատ են հավանում, մանավանդ 10 տարեկան, տենց 10 տարեկանից բարձր երեխաները, հա, տարբեր գույների այնտեղ կար, վարդագույն ու հասնշեցի, որ առանց սրա ուղղակի էսպես, ու եթե չեմ սխալվում, կար, որ հենց ամբողջությամբ վարդեր էին այս մատերիալի, այս տիպի ուղղակի վարդեր ոնց որ դեմ ասեցին, որ հիմա մոդա երեխեքը շատ են հավանում, ու սա ընտրեցի, մի քանի գույն կար, Լուսնեն ասեց, ոնց ստացում ընկերուհիդ ինչ գույն կնախընտրի, Լուսնեն ասեց սա։ Այս պակետն եմ շատ հավան և սա։ Ես ավելի շատ ճիշտ ասած նախընտրում եմ, եթե հոբելյար է երեխա, այդ անպայման պետք է նվեր լինի։ Եթե մեծահասակ լինի, կլինի գումար ուղղակի ծրայի մեջ դնել գումարը և վերջ։ Էլ չգնալ, չմտածել, ինչ գնես, ինչ չգնես, մի խոսքով այսպես հեշտ ու հանգիստ գումար տեսես ինքն է որոշում ինչ գնի, բայց քանի որ հոբելյար երեխա, ես մտածում եմ, որ անպայման պետք է նվեր լինի, այդքան ժամանակ ոչ մի ծնունդ բաց չի թողի դասընկերների, ես միշտ պնդել եմ, որ անպայման պետք է նվեր լինի, բայց եթե Լուսնենն է ցանկանում։ Իսկ սա սկսնակ կոչվում է սկսնակ դիմահարդարման ինչ որ պարագան է, հա։ Արժնա ու վրա որ պետք է անի, ոնց հասկանում։ Բելարը կբացի կտեսնելի հետաքրքիր բան է։ Նորից հետ սենց միշտ ինչ որ կոսմետիկաներ գնել էինք, այս տարբերակով դեռ չի գտել։ Հա չիսա դու այդ սրտիկն ես նկարի, ասում հազիվ եմ ասում այդ սրտիկը ստացել։ Ինչ որ բան մաղթանքներ գրի։ Դու որ գույնը կուզես, էլ ես գույնը, թե այնտեղ ռոզովի կա։ Такой же прям Ինձ դրանից հաշվի կազմիկ։ Եվ սա ալբի։ Мама, а где листочек? Вот листочка։ Այս քոնը իհարկե թող ինձ ներեն են ծնողներ, ովքեր որ ավելի շատ չեն, որ նվերը լինելու է գումարի տեսքով, թող ինձ ներեն են ծնողներ, ես մտածում, որ
ավելի շատ երեխու տոնն է, որը այդ երեխու տոնն է ու երեխան ավելի շատ կնախընտրի ոչ թե գումարը, այլ նվերը, որովհետև ասեմ լույսն ոչ մի ծնունդ բաց չի թողել ու երբ որ մենք գնացին ենք, չէ, լիստочки վրա էր այդ ինիցիա ու երեխեք երբ որ լույսն գնում է շնորհվում է, երեխան գրկում շնորհակալություն հետո ու առաջինը միանգամից որ ուզում է բացել տեսնել ինչ հաստացի, իհարկե մաման այնտեղ կողքից ասում էր հիմա դրա ժամանակը չի, պատում հետո կանես, հետո գնաս ու մտածում որ երեխու համար ավելի ցանկալի է նվեր ստանալը։ Գրեք տեսնեմ դուք ինչ եք նախընտրում ավելի շատ գումարը թե նվերը ու տալ թե ստանալ, որն եք ավելի նախընտրում։ Ես ավելի շատ նախընտրում եմ նվեր տալ։ Նման լույս եմ շեշտում, եթե հոբելյարը երեխա է։ Անպայման սիրում եմ նվեր տալ։ Դες իհարկե ինչ որ միտեղ վստահ եմ որ ծնողի դու կգար իհարկե հաճելի կլիներ կամ որ նվեր լիներ գումարի տեսքով, բայց ես ավելի շատ նախընտրում եմ նվեր տալ երեխաներիս ինչ ես անում։ Մտածում որ երեխեքին նվեր ընտրելը շատ հեշտ է, նմանդ ինձ համար աղջիկ երեխայի համար նվեր ընտրելը շատ հեշտ է։ Օրինակ տղերքին ինչ որ միտեղ տատանվում են, չգիտեմ, չեմ կողմնորոշում ինչ գնա, բայց աղջիկ երեխային ինձ համար հեշտ է նվերներ ընտրել, նույնիսկ մեկ հատ կամ մի քանի հատ։ Մեծահասակներին ինչ որ միտեղ դժվար է, ինչ որ նախասիրությունները չգիտես է տվել մարդու նմանդ երբ որ այդքան էլ մտերիմ չեք, չգիտես, օրինակ իմ շատ մտերիմներ, օրինակ ես իմ քույր եղբայրներ վստահ գիտեմ ինչ նախասիրություններ ունեն, որ գիտեմ ինչ հատուկ իրանց համար ինչ կարող են գնել կամ ինչի կարիք ունեն ավելի շատ։ Ու այդպես դրա համար ինչ որտեղ հանցանոթների ինչ որ մեծահասակներ ցանկալի կլինի գումարը տաս ինքը որոշի ինչ ուզում է իրեն ընտրի։ Այդ երեխաներին ավելի շատ նախընտրում են նվեր տալ։ Ինչ ասում եմ այդ վերջի երեխայի տոնն է ու իրան հաճելի կլինի որ ինքը նվեր ստանաց ընկերներով, քանստե գումար։ Նույնիսկ այնքան անգամ ասեցի, մեջի հատվածում վրա դրսում կպցրեց։ Ինքան ալարկո տա, որ չցանկացավ, ուզեց մի քանի հատ բարեմաղթան գունել դի։ Ալարկո տա։ Նույն ինչ անես, մաթեմ նարեցիր։ Русский тоже. Ռուսկի նարեցիր, правильно. Подготовить инчин. Подготовиться к пупок. Сейчас. Инчин подготовиться. Подготовиться к разному Словарные слова. наверное, к разному сочетанию. Ты еще инчин скажи. Я не помню, я когда там писали это, я вообще... Իրա անպիտության պատճառով, իրա անուշադրության պատճառով այսօր ուղղակի 4 ստացել, չնայած որ առաջադրանքը ճիշտ է ինքը կատարել, ուղղակի գրքից սխալ արտագրել, պետքա այստեղ պետքա լիներ 100-ը, ինքը 100-ով է, գումարը 199 ու անգամ արել 3-ի, ու իհարկե ինքը ճիշտ պատասխանը սրանց ստացել, բայց քանի որ այնտեղ մի թիվ սխալ է գրել, այսինքն արդեն այդ առաջադրանքը սխալ է դուրս գալիս, այսինքն գրքի առաջադրանքը չարել, իրանից սահորին է կարելի ասել, դրա պատճառով ինքը 4 ստացին։ Միջև իհարկե կամերան միացնեն ես իր վրա այնքան ջղայնացա, մի քիչ հանգստացա, նոր հետո սկսեցի վիդեո անել, առաջ անգամ չի տենց անում։ Նույնպես է դասերն անում, ուշադիր չի անում ու սխալ արտագրել, դրա հետևանքով ուղղակի 4 ստացին, տենց բազմից անգամ իրենց առաջադրանքներ ինքը սխալ է արել, այսինքն սխալ է հասկացել, սխալ թվեր է գրել կամ սխալ տատ է հասկացել ու դրա համար միշտ ցածր գնահատական է ստացել։ Հունից ցույց է եկել, ոչ կամերան միացնել, պատկերացնեք հունից ցույց է եկել, սխալ երբ որ 1-2 անգամ է լինում, հա, նորմալ է, բայց երբ որ դա շարունակվում է, անդադ ասում եմ գրելուց հետո մի հատ էլ ստու գիտես ճիշտ ես գրքից արտագրել կամ գրատախտակից։ Դրա պատճառով ուղղակի մեկ-մեկ 4 էր ստանում, ինձ հունից հանում է։ Зато по чтению впервые пятерку получил. Մեր աշնանային թեմայով նկարներ էին տվել, որ ընդհանրապես չեն հավանել, լուսնի չի հավանել իրան։ Ամեն տարի, այսպես դպրոցի երևի 15-20 տարից ավել կլինի համագործակցություն մի հատ ստուդիայի հետ, որ այդպես գալիս է նկարում են աշնան սեպտեմբերի 1-ի հետ կապված, այդպես թեմայով Արամիկին արդեն տվել են, սա կբերեմ ցույց կտամ ինչ են գրել, էլի ալբոմ են գրել։ Ու ես երկուսը Արամին ինչ որ միտեղ այս նկարն եմ երևի հավանել, այս վերջի նկարը, բայց էլի այդքան էլ շատ չի հավանել, որ ասեցի
Ունի իրեն ընտրել ինչ-որ մեկը, ու այս անգամ ոչ մի բան չեմ կտրել, բլանկը չեմ լրացրել, չեմ ուղարկելու, լուսնեն այստեղ ոնց որ այ չլինի այստեղ լուսնեն, ոչ մի նկար չավանեցինք ու լուսնենը չավանեց, այսպես այս անգամ չենք ընտրելու այստեղից ոչ մի բան, Ձեմ ինչև ես տարբերակ ընտրում, լուսնեին էլ եմ սա ընտրեմ, գրքի տեսքով։ Իա բոլոր նկարները, թե նկատեցիք, այստեղ էլ 6 նկար է, 6 կադր է, ու ստեղ էլ 6 կադր, որ բոլոր կադրները հավանել եմ ու ընտրել եմ։ Հայաստանում Ադաչի Դասյանի ալբոմ ունենում ենք, չէ՞, տարերը ճանաչելուց հետո հանդես ենք անում, հետո ալբոմ ենք ունենում, այստեղ տենց բան չեն անում։ Ադաչի Դասյանի ալբոմ չի լինում։ Դրա համար ես երբ գալի նկարում եմ երեխեքին սեպտեմբեր 1-ի թեմայով, սա եմ ընտրում, Լուսինեն էլ եմ սա ընտրել, Արամինը սա ընտրեցի ու Մարտին էլ եմ այս տարբերակը ինձ թվում է, եթե արդեն 15-20 տարի եթե համագործակցում եմ ստուդիայի հետ, եւս էլի կաշխատեն այդ ստուդիայի հետ ու Мартин или տարբերակը կընտրեմ։ Типа не было другого выбора, чтобы выбрать, типа, есть только такая? Չեն դիք վիբրներ կային։ Էս այստեղ գրածը։ Я думаю, типа... Կադրներ տարբեր չափսերի, չափսին դնում տարբեր չափսերի։ Կալենդար կա, մագնիս կա, տարբեր չափսերի, հա խնդրում։ Նույնիսկ այս չափսի կա, ես նախընտրել եմ։ Вот, այս տարբերակն ենք նախընտրել։ Ինչի եմ ուզում, որ հետագայում երեխեն իրեն այս հենց Ադաչի Դասյանը նկատեն, ոնց որ մենք ենք հիմա մեր Ադաչի Դասյանի ալբոմն ունենք։ Իհարկե ցավոք սրտի այստեղ միայն ինքն է, իր դասընկերները չկան, այստեղ հիմա այս տարբերակին ենք համաձայն ինքը լինի, որպես հուշ, բացի տեսնի ինչ տեսք ուներ Ադաչի Դասյանը։ Մեր քանիսին պիտամեցին։ 5-ին պիտի ինդերնի։ 5-ին 5 պակաս բան կանեմ։ Այ ես կնայեմ չեմ։ Հա գնալ եմ իժամ կա։ Հա։ Որպես հուշ, հա, որ բացի տեսնի Ադաչի Դասյանը ինչ տեսք ունի, դեմը նախընտրեցի այս տարբերակ, որ իրանք էլ տեսնեն Ադաչի Դասյան ու արդեն Տասյո Դասյանի ալբոմ։ Իհարկե արանքում ասեցի Չորո Դասյանի իրանք ալբոմ են ունենալու, բայց դե հիմա այստեղ այդպես է։ Մեր Հայաստանի նման չի, Ադաչի Դասյանում ալբոմ չեն հանում երեխաներին։ Միայն չորրորդում են հանում, երբ որ չորրորդը ավարտում են ու գնում են արդեն մեծ դպրոց։ Այսպես, այս ուղղակի որպես ուշ արդեն մեծ է մնալու։ Ու մայրերի տոնի հետ կապակցությամբ իմ Լուսին նկարապետ, ինչքան դժվար է հիմա սենց նկար ունենալը։ Իսկ մեր ժամանակին ինչքան նկարներ ունենք, մեր ալբոմը, որ մի հատ նկար ուզեն, ալբոմը կբացենք, կդրենք ինչ-որ մի հատ նկար ու կտենք։ Հիմա ամբողջ նկարները հեռախոսի կամ ֆլեշկայի մեջ կամ համակարգչի մեջ են։ Իմ Լուսինի նկարը պետք է մի հատ նկար ընտրեմ ու գնանք այդ հանենք։ Հատուկ դրա մարել է պետք տանից դուրս գալ, մանավանդ մեզ այնց մի քիչ հեռու է։ Mä պետք է այդ մտածեմ եւ պետք է հարմարացնեմ, որովհետեւ ասեմ աշխատանքի է, որ ինձ տանի ու այդ նկարը հանենք։ Դա է խնդիր, այս թվի խնդիրը ինքը հասարակ բան է, չէ՞, որ մայր աղջիկը ինչ-որ նկար է դասատում ուզում, հիմա այս թվին խնդիր է դարձել ուղղակի նկար տալ դասատուն։ Ու դեպքան դեպքա որ հատուկ դրանով գնացել ենք նկարներ ենք անել, նույնը համակապատեսում են ուզ, ընտանեկան նկարն ուզեցը, ընտանեկան ընդհանրապես ոչ մի նկար չունենք ձևի։ Գնացել ենք, ընտրել ենք հեռախոսը բացել ենք, ֆլեշկայի մեջից սկսել ենք ինչ-որ նկարներ ման գալ, տեսնել որն ավելի գեղեցիկ ու գնացել հատուկ դրա համար հանել ենք ու տարել ենք մանկապատես։ Իհարկե նկար հետո մեզ հետ են տալիս։ Կհասցնես չծինան, կհասցնես մի քանի անգամ կարդաս։ Լուսնի շորերը։ Ուспеть կանես, ուспеть։ Ենք գնացինք հետո էլի հարմար լինի կմիանամ։ Վերջ սիրնես եկեք այստեղից էլ ավարտեմ վլոգը, հույս ունենալով, որ հաճախակի կարողանամ վլոգներ նկարել և տեղադրել, ասեմ այստեղից ձեզ հաջողություն, մնացեք լավ, եղեք բարի, միշտ ժպտացեք, հանդիպենք մյուս վլոգներում։